Ուրեմն 82.5 միլիոն դրամ անցած տարի 24 թվականին ավելի ճիշտ ծախսվել է հետիոտային անցումների համար։ 80 միլիոն է նախատեսվել է 25 թվականին։ Հիմա պարոնեք իշխանավորներ, դուք ընդհանրապես մեքենայով շրջում եք, ոտքով շրջում եք բացի մեքենայից, իջնում եք ավտոյից։ Օրինակ Կոմիտաս պողոտայում, Կոմիտաս փողոցում Փակ շուկայի մոտ տեղադրել եք, ուրեմն տեղադրել եք վերելակ, որը չի գործում, եւ որի հետևից չեն է գնում, տենան գործում է, չի գործում, փչացել է, ինչի համար է փչացխի չեն պատրաստում։ Նույնը կա նաեւ նորքի զանգվածում։ Նորքի զանգվածում, այո։ Սա այս մի նկարն եմ արել, այս վերելակի, որը որ չի աշխատում, խափանված է։ Հեռու չգնանք այստեղից, այստեղից մի 3-400 մետր հեռու Սուրբ Սարգիս եկեղեցու մոտի գետնանցումը։ Ուրեմն այդ գետնանցումով դուք նյուժել եկեղեցի չեք գնում, որ այդ գետնանցումով անցնեք, տեսնեք։ Ուրեմն ինչա կատարում, սա աստիճան։ Ես ավարտում եմ, այս ցույց են տալի ավարտեմ։ Սա բան ուրեմն գետնանցումի նկարներն եմ արել, որ ցույց տամ, թե ինչա կատարվում գետնանցումում։ Այդ գետնանցումը, ուրեմն տեսեք, հերթով այսպես արագ-արագ ցույց տամ, ավերվակ վիճակ։ Սա վերանորոգման, շտապ վերանորոգման կարիք ունի, ուրեմն ես նույնիսկ մի հատ առաջարկ անեմ, այս մասը օրինակ, հիմա սա ցույց տամ, ուրեմն լույս չկա, պատերը թափված, այդ ծեփերը, այդտեղով հիմա սպասեք մեկ վայրկյան, ուրեմն այստեղ շատ հարմար կլինի ավտոկայանատեղի կառուցելու համար կամ ավտոկայանատեղի տրամադրելու համար։ Այնպես որ այս գետնանցումը նորից եմ ասում, քաղաքապետանից 3-400 մետր է հեռու։ Գոնե այս գետնանցումը պետք է առաջնահերթ կառուցվեր, եթե չի կառուցվել, ուրեմն նախատեսեք 25-26 թվականներին այս գետնանցումը կառուցեք։ Ես ինձ ուղղակի արագ-արագ եմ ցույց տալի։ Եվ այս հատվածը, որտեղ կարելի է ավտոկայանատեղի կառուցել, այստեղ մեքենաներ կանգնեցնեն, եւ որով նաեւ կբեռնաթափի որոշակի հատված։ Կավելացնեմ ուղղակի նաեւ չմոռանաք ձեր կողմից 2 անգամ վերանորոգված Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի դիմացի անցումը, որը ձեր 2 անգամ վերանորոգելուց հետո նորից անմխիթար վիճակում է գտնվում, դա էլ դիտարկեք, բայց վերանորոգելուց նենց ընկերության տակ վերանորոգի կամ նենց հետևողական ելնեք ավելի ճիշտ, որպեսզի 3-րդ անգամից հետո 4-րդ անգամվա վերանորոգելու կարիք չլինի։ Եվ այս անցումները, որ ընկերությունը որ կվերանորոգի, հետևողական եւ պահանջատեր լինի, որպեսզի նորմալ վերանորոգեն քաղաքային բյուջեի կամ ժողովրդի հավաքագրած գումարը չմսխվի։